Հայի փրկություն, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Հիմա շատ ուշադիր եք լսում, որովհետեւ ամեն ինչ հասկանաք եւ նաեւ կատարեք մաթեմատիկական հաշվարկ։ Կամ վերցնում եք մի թղթի կտոր, այդտեղ գծում եք ինչ հետագայում կցուցադրեմ, դա կտրում եք մի կողմ եք դնում, տեսնում եք ձեզ ինչ մնաց։ Ու դրանից հետո իմ ասածները ճիշտ են, թե ունեք այլ լուծումներ։ Հասկացաք։ Դե ուրեմն սկսենք։ Ինձ անընդհատ գրում են, որ եկեք Հայաստանը փրկեք։ Այժմ պատասխանում եմ. կգամ Հայաստանը կփրկեմ, բայց նախ մտածում ենք, ինչ ունենք, գլուխը դատարկները։ Դա նշանակություն չունի, տաքսիստ է աշխատում, գիտնական է աշխատում, թե նախագահ, թե ինչ, այս տականքներին նայեք։ Եթե գլուխը դատարկ է, նա այդ գործը պետք է տանի պռավալի։ Ասել եմ նաև սրանց տերերն ովքեր են, սրանք որ երկրների լրտեսներ են, նայեք հին ֆիլմերը, կրկնություն չեմ ասում, շատ կարճ, կոնկրետ եմ խոսում, որպեսզի շատ կարճ, կոնկրետ հասկանաք, որքան շատ է նյութը, այնքան ձեր ուղեղը շատ է ծանրաբեռնվում, դրա համար նաև կատարեք պաուզա, այդքանը վերլուծեք, անցեք առաջ։ Այժմ այս գլուխը դատարկներին, որ նաև կան 50-ից մինչև 100 տարեկան նաև պոռնիկներ Հայաստանում և Հայաստանից դուրս, որ սրանց կողքն են անում, բա սրա ժամանակ էսպես էր, սա էսպիսի անձնավորություն էր, մենք սրա ժամանակ հաղթել ենք, սրա ժամանակ ոչինչ էլ չեք հաղթել, հենց այս տականքի ժամանակ ամեն ինչ արդեն տուրն եք տվել, ինչ-որ տեղ սա ճիշտ է, որ հենց սրա ժամանակ արդեն ամեն ինչ տուրն եք տվել, և այս կարուսելը էսպես, որ կատարել են, այս ընթացքում, ամեն ընթացքում մի կտոր տուրն եք տվել, և այս ոչխարները իրենցից ոչին բան չեն ներկայացնում, եթե դնես մի երկու հարց տաս այս տականքներին, սրանք ոչ մի բանից ոչ հասկանում են, ոչ կարդում են, ոչ իրենց վրա աշխատել են, սրանց ուղեղը մեկ այլ կարգ է, և նորից եմ կրկնում, սրանք միայն լրտեսներ են, իսկ լրտեսը դա հայկական են կոպիտ ձևով ասած, սրանք հաջատ են, սրանք ուրիշ բան չեն, օգտագործելու են և դեն գցեն։ Սրա տերերից մի քանիսը, ռուսական տերերը, վաղուց չկան ասպարեզում, և այս տականքում պետք է դիմի, բա խոսք էր տվել, որ 700,000 մարդ մնա Հայաստանում, և ես կառավարեմ, ինչ եղավ։ Եվ այլն, այս ամենը թողնենք մի կողմ, եթե ուզում եք իրոք Հայաստանը և հայի պատիվը մնա, ապա սրանց վրա այսպես պետք է խաչ քաշվի։ Եվ բոլորը վախենում են, բայց ես ասեմ, սրանց պետք է հարցաքննվի և բոլորին էլ գնդակահարվի ընտանյոք հանդերձ։ Հիմա ինչ ունենք, թե չունենք, այստեղ ունենքը հարցական է դրված, որպեսզի հասկանաք ունենք, գործարաններ ունենք, չունենք, վրան գիծ քաշենք, այսինքն մենք չենք կարող մեր հացը աշխատել Հայաստանում, մենք ունենք նորմալ գյուղատնտեսություն աշխարհի մակարդակին հավասար այսօրվա, չունենք, նորից պետք է գիծ քաշենք, հայոց բանակ ունենք, նորից չունենք հայոց բանակ, գիտահետազոտական ինստիտուտներ ունենք, չունենք, եկեղեցի ունենք, կիսով չափ արդեն այդ լկտիները սա էլ են ոչնչացրել, իմիջիայլոց, ովքեր հին ֆիլմերը չեն դիտում, ասեմ, եկեղեցին ոչնչացնելով արտասահմանյան հայերը ոչնչանում են, քանի որ նրանք եկեղեցիների շուրջն են հավաքվում և իրար հետ կապը
և համայնքները դրանով վերանում է արտասահմանի հայությունը։ Դրա համար պայքարեք նաև սրա համար։ Մշակույթ ունենք, համայնք չունենք։ Ամենամեծ աշխարհի մշակույթն ունենք, որը զրոացնում են։ Նույնիսկ Սերժի ժամանակ Տոլման իրենից ինչ էր ներկայացնում, Ալիևներն իրենց վրա են վերցրել, ոչ մի անգամ դատի չտրվեց։ Կոնյակը մերն է, Ֆրանսիան, այդ հոմոսեքսուալիստները իրենցից ինչ են ներկայացնում, որ դրանցից չվերցվեց, որ մեր գործանը եղել է այս թվականին, հայկականը պետք է կոչվի կոնյակ, իսկ ու այդ բրուտյան լրտես Նապոլեոնը պետք է կոչվի բրենդի, այդ էլ չկատարեցին։ Հասնում ենք առաջ, ինչ ունենք։ Ունենք Լևոնի լվացքատներ հազարավոր, ունենք Վանոյի լվացքատունը, այս տականքը, որ ասում եմ Մոնթե Կարլո դու եղել ես, տես, այ ոչխար, ես զարմանում եմ, թե սրան ոնց Հայաստանում մինչ օրս չեն սատկասել, թեպետ եթե սրանց հետևը ախրանիկ կար, այս տականքին ոնց չեն սատկասել և 4-ի ժամանակ էլ ղժբժում է, և հասկացակ, որ ոչ թե սա փախել է, այլ սա միշտ էլ եղել է, և հին ֆիլմերը դիտեք, Թուրքիայի հետ ինչպես է պայմանագրեր կնքել, և ինքը ադրբեջանական ծագում ունի, սա հայտ չի, ես մյուսների մասին էլ գիտեք, հերը մոր, այսինքն սիրեկանը, որից ինքը ծնվել է, թուրք գործակատար է եղել, և այլն, նույնն է սրա մեր, ձեզ ինչա թվում, սրանք հայկական ինչ-որ բան պետք է կատարեն, այստեղ սա չի հարցը, այս ունենք, և հայ ազգը սովետական միության ժամանակ այդքան զարգանալով գիտնականներ և այլն, ոնց կարող էր Պարթվենի զո դարձած էժանագի գինետաներում խմող մի բաժակ սուրճ ու սա ամբողջ օրը բալամուտի մեջ այս տականքներին բերեր տնել ղեկավար։ Դրա համար էլ երկիրը սա պետք է լիներ, բա ինչ երկիր էիք ուզում։ Նաև սրա ժամանակ, երբ որ սա ոչ թե Աստվածաշնչի վրա, այլ ջհուդների գրքի վրա էր ելույթ ունենում, ոչ մեկը չբռնեց սրան ճակատից խփեր, ասեր, այ աննասուն, դու Հայաստանում ես, թե Իսրայելում ես, և մնացած հարցերը, դրա համար հասկացեք, որ տանուլ եք տվել, և այն ձևը, որը ես հիմա կասեմ, դա միակ ձեր պատիվը պահելու և հետագայում մեր արարքները մենք կանենք արդեն դրանից հետո։ Հաջորդը, ինչ ունենք, նման տականքներ, որ երկիրը սրանց հետ հավասարապես թալանել են, այս ոչխարները, նաև այս պորնիկը, որ նույնիսկ իր աղբորը ուրացավ, այս բոլորը սրանք ջհուդա-թուրքական լարեսներ են և մեծ մասի մեջ ջհուդական արուն է հոսում, ես հիմա էլ վերցնենք Աշոտիկին, Աշոտիկ, դու ինքդ նարկոման պորնիկի մեկն ես, այսպես թե այնպես քեզ միտեղ պետք է սատկասնեն, այդ Նիկոլ տականքին գնում սատկասնում ես ու դառնում ես հերոս, նարկոտիկն էլ ինչքան ուզես տրվի, ում հետ էլ ուզում ես ինչ կայֆ ուզում ես արա, մորդ, այդ պորնիկը որ տանցդ, այդ հեր կոչվածին, որ դա քո հերն էլ չի, բռնում ես սատկասնում, պրսնում, դառնում ես հերոս։ Ու այսօր նորից դուրս են եկել Հայաստանի ամենավերջին պորնիկները, մի քանի կուսակցություններով, այն նարկոբիզնեսի և նարկոտրաֆինգի Հայաստանը նույնպես միջանկյալ օղակ, Աղվանստան, Ադրբեջան, Հայաստան, դրա համար էլ Ալիևը իրենց աղբերն է, Ալիևը 1000 հատ թուղթ հանի, որ նաև նարկոտիկով են զբաղվել, Հայաստանով նարկոտիկ են Եվրոպա տեղափոխել, հետևները ճելով գնացին Արցախը տուրը տվեցին, իրենց նարկոտրաֆիկն է հարկավոր, իրենց ինչ Հայաստան,
եւ մյուսները։ Այս մասին արդեն ընտրություններից առաջ կասվի, թե այս պորնիկներից ամեն մեկը իրենից ինչ է ներկայացնում այս տականքները եւ մնացածը նույնպես։ Այսինքն մենք ունենք միայն լկտիացած, փչացած, այլանդակված տարածություն։ Եթե այդ տարածության մեջ չկա այս ամենը, կա միայն այս ամենը եւ մլիցեք, տականք մլիցեք, ապա դա երկիր չի, դա տարածություն է, դա անմշակ տարածություն է, բայց ինչ անենք, որպեսզի այդ ամենը դառնա երկիր, դրա համար այսօրվա պայմաններում եւ ընդհանրապես, ինչպես դուք եք նշում, որը ես չեմ ընդունում, որ իբր կա Աստված, Աստված վերևից ձեզ գցել է մի լավ երևույթ, որը պետք է դուք օգտագործեք։ Ինչն է։ Սա մեծամորի ատոմակայանն է։ Սա է ամենակարևորը եւ հարևան Իրան ունենք, որտեղ կան բնակչության մեջ արժանի մարդիկ, որոնք թույլ չեն տալիս նաեւ բրության լրտեսներ այդ ղեկավարներին երկիրը ծախել եւ նրանց համար դա նույնպես պատվի հարց է եւ մենք հայերս այսօր պատվախնդիր հայերս պետք է գնանք Հայաստան եւ ինչ կատարենք, տականքներին նախ պետք է լրիվ ոչնչացվի, սրանք պետք է չանցնեն նույնիսկ 1%-ի շեմը, եթե ընտրություն պետք է լինի, բայց մինչև ընտրությունը սրանց հարցերը արդեն պետք է լուծված լինի։ Երկրորդը, ես հարցրել եմ երկու մասնագետների, որոնք հենց զբաղվում են ատոմակայանների այդ թափոններով, այսինքն ես հարցրել եմ մի անձնավորության, որը նրանց հետ կապ ունի, ճշգրտված, ուղարկված է ինձ, թե ինչ է այդտեղ եղել, որպեսզի դա թափոն է, իսկ թափոնն իրենից ինչ է ներկայացնում։ Այդ թափոնների մեջ Հայաստանում կա մոտարապես 60 տոննային մոտ թափոններ, այդ թափոնները բարեբախտաբար մեր ոչ ցանկությամբ Եվրոպան տրամադրեց 30 միլիոն դոլար, որպեսզի Սերժիկի ժամանակ դրանք հողարկավորեն, բայց Սերժիկի աղբեր Սաշիկը 30 միլիոնը դրեց գրպանը, հասարակ տրուբեկի մեջ դրանց դրեց սվարկը արեց եւ փակեց, մեծամորի շրջակայքում են դրանք գտնվում։ Ինչ պետք է դա հետ կատարել։ Դրանք պետք է բացել հատուկ ձևով, արդեն մասնագետներ, այդ նյութը վերցնելով թափոնը Ռուսաստանից կամ Իրանից գնել այդ սետկերը, մաղերը, թեկուզ ցենտրֆուգան, բայց ցենտրֆուգան մենք կարող ենք ստեղծել։ Այս աղբը լցնել ցենտրֆուգայի մեջ եւ այդ 32-40 տոննայից 200 կիլոին մոտ կարող ենք ստանալ նորմալ ուրան, որը զենքերի վրա կարող ենք օգտագործել։ Որից հետո Իրանից գնել 16-ից 20 այդ իրանական նոր ռակետների ուստանովկեքը եւ ռակետներ 300-400-ի կարգի, դրանք լիցքավորել այդ ստացված ուրանով, միևնույն ժամանակ մի մասն էլ այդ աղբով, իսկ այդ աղբը բաշխել ամբողջ Հայաստանի տարածությունով մեկ բոլոր տեղերը այսպես բաշխել։ Բաշխելը ինչի համար, եթե հանկարծ մենք տանուլ տանք, ապա հեռանալուց հետո բոլորը տրակ հասնենք, որպեսզի այստեղ ոչ ոք չկարողանա ապրի, դա արդեն պատվի հարց, պատվի փրկության։ Եվ այս պահին բոլորը կենտրոնանում եք, կենտրոնանում եւ ուշադիր լսում եք։ Լրիվ կենտրոնացած լսեք։ Նախ
երկու բառով ասեմ, եթե ցանկանում եք այս իրավիճակը փախչել Վրաստան, այդտեղ մառնաուլում բռնաբարեն ոչնչացնեն, թե այս ճանապարհով եք փախչելու, վրացիք ավտոները ձեռքերիցդ վերցնեն, տկլորեն, էս էլ ձեռքներիցդ վերցնեն, եթե արժեքավոր բան կա, մի շորով բերեն հասցնեն այստեղ, որ մտնեք Ռուսաստան, ռուսներն էլ այստեղ էնպես անեն, կամ այս երևույթն է ձեզ ցանկալի, կատարեք, եթե չէ կատարեք, նա ինչ ասում եմ իմը։ Այդ 16-20 կայանները բաշխում եք ամբողջ տարածության վրա և ռակետների հեռավորությունը, որքան կարող եք կրակել, վերցնում եք ամենահեռահարները։ Ինչ են կատարում։ Հայաստանի իրական հայ կառավարությունը նստելուց հետո ես այդ ժամանակ կարող եմ Հայաստանում զբաղեցնել մի պաշտոն, որը ոչ ոքի չի ենթարկվում, դուք եք դա արհեստական ստեղծում, և որը Հայաստանի պաշտպանության հարցով է զբաղվում և փորձարարության հարցերով։ Պատասխանատուն ամբողջությամբ ես եմ լինում և օրենքում գրում եք այդ ամենը, որպեսզի ձեր վրա ոչ մի մեղք չլինի։ Վերցնում եմ, 2 հատ կրակում եմ Գանձակի վրա, մի հատ կրակում եմ Շուշիի վրա, մի քանի հատ կրակում եմ Ղարսի, Էրզրումի և այլ վայրերի վրա, տեսնեմ ով պետք է ձեն հանի։ Պետք է ասեն Հայաստանը ագրեսոր էր, ատոմային զենք օգտագործեց, մինչև այդ գցելուց մի քանի րոպե հետո ելույթ եմ ունենում, որպեսզի կամ նախորդ ելույթը պատրաստված և ուղարկվում է Ալ-Ջազիրին և ուղարկվում է BBC-ին, որ լսեք։ Ազգերի լիգայի որոշած Հայաստանի Հանրապետության տարածության չափերը այսքանն են։ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականներից որպես երկիր մերժվեց ամբողջ աշխարհի կողմից, միևնույն ժամանակ քրիստոնյա ամենահզոր երկրների կողմից, և ՆԱՏՕ-ի զորքերը 700,000 քրիստոնյաներով մեծամասամբ, Պակիստանը, Թուրքիան, Ռուսաստանը հարձակվեցին 120,000-անոց Արցախի վրա։ Այժմ, քանի որ Հայաստանը միայնակ է և Ազգերի լիգայի որոշած Հայաստանի իրական սահմանները սրանք են, համարենք սա, և այստեղ այս մասն է, Գանձակը մեջից անենք, մի ուրիշ քաղաքի վրա կգցենք։ Դրա համար մենք հայերս Ազգերի լիգայի որոշած և իրական Հայաստանի մեր տարածության մեջ կատարել ենք ատոմային փորձարկումներ Ղարսում, Էրզրումում և Շուշի քաղաքներում։ Դա ոչ ոքի գործը չէ, քանի որ դա մեր պետության ներքին գործն է, և աշխարհը իրավունք չունի այս հարցով մեզ որևէ քննադատություն կատարել, քանի որ նույն փորձերը Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը իրենց տարածություններում կատարել են, նույն կերպ էլ մենք մեր Ազգերի լիգայի որոշված տարածությունում կատարել ենք։ Եվ այստեղ Արա Պապյանին նաև մեկ նշում, Արա Պապյան, եթե Ազգերի լիգան տվել է, դու գնում ես քաղաքապետարան և քաղաքապետարանից վերցնում ես անձնագիր, որ դա քո տունն է, որը դու գնել ես, դու մի հատ էլ գնում ես դատարան, որ ասես, որ դատարան հաստատի, որ սա իմ տունն է,
տեսնում եք, այստեղ կան նույնպես հիմարություն, ինչ եմ ասում։ Արա Պապյան, դու կարող ես գնալ եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանում բողոքել, որ այսինչ թվականին Ազգերի լիգան որոշել է, որ սա Հայաստանն է, բայց այս ագրեսոր երկրները օգտագործում են մեր հանրապետության տարածության այսքան մասը, նրանց դատ եմ տալիս, որպեսզի ֆինանսական փոխհատուցում ստանամ եւ վերադարձնեն մեր տարածությունները, քանի որ նորից ֆինանսական նրանց վրա այդ ծախսերը կավելացնեն ամեն տարի։ Դա կարող ես միայն անել, իսկ որ գնաս ազգերի ՄԱԿ-ի դատարան, որ ասես հաստատի, որ սա իմ տարածությունն է, դա արդեն հիմարությունն է։ Ինձ թվում է պարզ բացատրեցի, Արա Պապյան, եթե ազգերի լիգան որոշել է, որ սա քոնն է, նույնը Լեհաստանը վերցրել է իր տարածությունները եւ մի քանի 100 կիլոմետրի համար, 2-10 կիլոմետրի համար տարբեր երկրների հետ այդ ժամանակ են գնում դատարան, որ նա օգտագործել է դրա վարձը տա կամ սահմանները ճշտում են, բայց ոչ թե քեզ արդեն տրված պետության 90%-ը տալիս ես ուրիշին, հիմա էլ գնում ես ասում, խնդրում եմ դատարան ասա, որ դա իմն է։ Եթե դու դրա անձնագիրը արդեն ունես, որ դա քոնն է, էլ ինչ ես գնում դատարան։ Ինձ թվում է հասկացա։ Եվ այդ պարտականությունը ես ամենայն հավաստիությամբ ասում եմ, դա վերցնում եմ ինձ վրա, որ այդ գործողությունները ես կկատարեմ եւ ես աշխարհին եւ բրուտին էլ մի նամակ կուղարկեմ, որ կասեմ տեղդ նստի ու հայերիս հետ ընդհանրապես գործ չունես։ Աշխարհի հետ ինչ անում ես արա, հայերին հանգիստ ես թողնում, թե չէ բարձրացվում է բոլոր քու կեղտոտ քայլերը, քու աղբոր, քո հարազատների, քո տղայի, քո երկրի բնակիչների, որոնց տարբեր երկրներ ես ուղարկել եւ այլն, բոլորի առաջ քեզ մերկացնում եմ։ Ու գրագետ մի փոքրիկ չիպ ենք ուղարկում, ասում ենք այդ տականք նայի ու խելոք տեղդ վեր ընկի։ Գիտենք էլ դու ով ես, որ ոչ մի թուրք, ազերի նման ազգ չկա, դա դու ես հնարել էլ էլ վերցնում ես տանում ես։ Թե չես օրենգել եք, վայ, ինչ են առավոտից իրիկուն Հայաստանում քննարկում։ Նկարները չեմ դնում, քանի որ զզում եմ այդ ոչխարների նկարները դնելու։ Բա Ալիևն էս ասեց, նրանց այդ Մոլլեն էս ասեց, նրան ինչի էսպես, այ ոչխարներ, մի կենտրոնացեք, մի տղամարդ դարձեք, կամ հայ կինեք, հայ կնոջ պես պահեք, ինչ է կորկորից զաքի նման $200-300 առաջ դողալով վեր ընկել տեղներդ աննասուններ։ Հիմա հասկացաք է ասացիս իմաստը, մի հատ էլ Ռուսաստանից է հայ դուրս եկե, ՄԱԿ-ի դատարան եմ տալիս, ես եմ անում, են եմ անում։ Այ ձեր ցավը տանեմ, արդեն քաղաքապետարանով ոնց որ ես կարճ ձեր իմացած ձեով բացատրում եմ, քաղաքապետարանը տվել է այս տարածությունը քեզ, սա քոնն է, դու չես գնում դատարան։ Դու կարաս դատարան գնաս, մենակ ասես, դատ եմ տալիս, որ իմ տարածությունը օգտագործել են, այսքան հանածոներ են հանել, այսքան օգտագործել են բերի հողերը, այսքան տուգանք եմ նշանակում սրանց վրա։ Դու էլ ՄԱԿ-ի դատարան հաշվի ճիշտ եմ ասել, թե մի բան էլ պակաս եմ ասել։ Այդ կարաս մենակ անես, ուրիշ ոչ մի բան։ Եվ են շանթին են գովում, լոլոլոլո նայել, ռուսն ու թուրքը որ կնքել են ավելի ուշ, այ շանտ, այ պորնի, կամ քու արած հեղափոխությունը, կամ դու, կամ դրանից հետո քու կատարած այ ծաղրած ու ոչխար, ու մնացածից սաղիտ եմ ասում, բոլորիդ միասին վերցրած այ անասուններ, այ ոչխարներ, այ ծախված շներ։ Ուզեցաք ճշմարտությունը, ցույց տվեցի, ու այսօր էլ հանել եք տարբեր լակոտ լուկուտ եք լսրե, թե
ընտրություն եք կատարում, ում ընտրությունն եք կատարում, այ պորնիկներ, սրանց ընտրություններն եք կատարում, թե ձեր ընտրություններն եք կատարում, թե այս տականքներն էլ չի մտածում, որ ձեզ հետ սրանք էլ փուրն են գնալու, անցել եք առաջ, ում ընտրություն, այ ոչխար, այ տականք, այ աննասուն, ում ընտրություն, կամ ես արդեն սատկած ոչիլը, ինչ ընտրություն եք անում, ինչ նոր Հայաստան, հին Հայաստան, այ ոչխար, եթե դու ոչխար ես, դա չի նշանակում, որ ամբողջ ազգը ոչխար է, ազգը դա արևորդիներ են, ազգը դա արի ազգը, ազգը դա աշխարհ ստեղծած ազգն է, ոչ թե քո նման տականքն է, այ ադրբեջանցու ծնված ոչխար աննասունի մեկը ու մնացածիդ։ Հիմա կամ սրա այս նոր հավաքի մասին ասեցի այս կազմակերպության, որ այս տականքին էլ տարել են, որ արդեն ոչ մի փայտեր չի, ոչ մի ուզող չի, այսինքն այս հասնա, որ դու արդեն ուզող չես, գալիս ես մեր մոտ, դու արդեն ուզող չես, ու մակին համարժեք ինչ-որ բան են ստեղծում, բա սրա գնալու իմաստը որն էր, ու այս երեխեքի երեսին ոնց եք նայելու, այ պորնիկներ, այ աննասունի ծնուններ, այս անմեղ սուրբ երեխեքի երեսին ոնց եք նայելու, նայեք սրանց դրոշներին, այս երեխեքի հայացքներին, այս երեխեքի հագուկապին կամ այս երեխեքի ազգասիրությանը, այ պորնիկներ, դուք ինչ եք անելու, ու այս նաև այս պորնիկին ոնց այդ ժամանակ, նաև մի փոքր հարց ասեմ, ոնց այս պորնիկին էին այդ ժամանակները օգտագործում 93 թվականից սարքում, նույն էլ սրան, ձեզ ինչ չա թվում, սա ինչ-որ կամպյուտերաշինության կամ պրոգրամեքի գծով հասկանեմ էր, մեր Մերգելյանն էր, ով էր, մինչև այդ ինչի անունը չկար, վերցրեցին սաղ երկրներից գողացածը դրեցին իբր սա է անողը, վերջում էլ ինքը իրան ցույց տվեց, որ ռուս պորնիկների հետ կայֆարիկ տիպ է, սրանից ինչ գիտնական, սրանից ինչ միլիարդատ էր, դրանք լրիվ բրուտի փողերն է, կամ այս պորնիկը կամ մյուսները, նույնն էլ այս տականքը, սա էլ դրանցից մեկն է, ձեզ թվում է, թե սա ով է, նույնն էլ սա այս կլուբի հավաքարարն է, այնտեղ դադարք շշերը հավաքեր ու տակի մնացածը խմողն է եղել այս պորնիկը, ձեզ թվում է սա ով է, ունես մի ուրախացել եք այս ամեն ինչի համար, այստեղ շնորհակալություն հայ երիտասարդներին, ես էլ եմ եղել, տեսել եմ, շնորհակալություն, որ այս հարցով զբաղվում են, սա ամբողջ հայ ազգի համար ամենակարևոր մշակութային գիտական կենտրոններից մեկն է, միայն հայ երիտասարդներին ասեմ, եթե ցանկանում եք, նաև գյուտեր եք փորձում այստեղ անել կամ գտնել իր գաղտնիքը, ապա հիշեք արեգակնային համագարկությունում սա արվե եւ երկրագունդը եթե վերցնենք, նրա առանցքը ամառաշուն ծմեր 4 եղանակներին միշտ եղել է նույն ուղղությամբ, այսինքն այստեղ մոտ է ամառա եղել, այստեղ ելաշուն, քանի որ այսպես է պատտվում գարուն եւ այստեղ ամառ ծմեր հեռացել է, այս ձևով է այս ամեն ինչը կատարում, բայց ինչի չեք դուք կարողանում նորմալ դիտելուց որևէ ճշգրիտ այդ իրենց կատարած գյուտին հասնելու, քանի որ իրականում սա կատարվել է մոտ 37,000 տարի առաջ է այս ամենը կառուցվել, ոչ թե 15,000 տարի առաջ, ապա պետք է ժամանակը հետ տակ, այն ժամանակ երկրագունդը արևի շուրջը պտտվել է 361 օրում, եւ պետք է այդ ժամանակը հետ տակ, որպեսզի կարողանաք կոնկրետ կարողանաք այս փորձերը կատարելուց ստանալ այս երևույթը, ես այս քարերը մի քանի երևույթ են կատարել, բայց ես ամենահասարակ նրա այս երևույթն եմ ասում, որ երկրագնդի առաքի թեկությունը, որը մնացել է 12 ամիսների ընթացքում հաստատուն չի փոխվել, այդ երևույթն է ապացուցում, բայց կան այլ երևույթներ, որը մինչև սա չապացուցեք չեք հասկանա, մնացածը կատարեք, մնացածի մասին հետագայում նույնպես կասեմ, նորմալ փորձեր կատարեք եւ միևնույն ժամանակ լուսանկարներ մի կետից մի քանի կետերից, որպեսզի ունենաք այդ տականքները, եթե հանկարծ փորձեն վերացնեն, որպեսզի ունենաք նայեք
մակետային իր բոլոր կառույցները, որը որտեղ է գտնվում։ Ինձ թվում է հասկանում եք, թե ինչ պետք է կատարեք, նաև մակետային այս ամբողջը պետք է ստանաք, որպեսզի այդ տականքները իրենց ձեր գործը չկատարեն։ Նույնը ինչպես մեծամորը եւ Տաթևի վանքը, սա նույնպես հանդիսանում է գիտության, հնագույն գիտության հայ աստվածների գյուտերից մեկը, մի քանիսը, որից ամենահեշտը էս է, որը կարող եք գտնել եւ ապացուցել, որ սա իրոք աստղադիտարան է եղել Զորաց քարերը եւ նրանք ապացուցում են, որ երկրի առանցքը 22.5 աստիճան շեղված է եղել եւ անընդհատ նույն շեղվածությունը տարվա բոլոր օրերին եղել է եւ այն ժամանակ եղել է 37,000 տարի առաջ 361 օր, ինչպես տեեզերքում մենք ենք հեռանում տեեզերքի կենտրոնից, նույնը տեեզերքի բոլոր մարմինները եւ ընդարձակվում են եւ միևնույն ժամանակ հեռանում իրարից։ Դրա համար երբ որ արեգակից նրա հեռավորությունը փոփոխում է որոշ չափով, այդ 365 օրի փոխարեն 361 օր է եղել եւ այդ ժամանակ ճշգրիտ այս բոլոր կառույցները կարող եք կառուցել ու ստանալ սրա իրականությունը, միևնույն ժամանակ հերուն ու մոտ կան նաև շատ պարզ բացատրություններ, այդ կարող եք վերցնել։ Ամփոփենք այս ամենը, եթե դուք իրոք փորձում եք Հայաստանի փրկություն եւ ունեք պատիվ եւ հայ կոչվելը ձեզ համար մեծ ամենամեծ երևույթն է, միևնույն ժամանակ եթե Հայաստանը վերացավ, դրսի հայերը թող իմանան, ամեն մեկը թող իմանա, որ այլևս հայ չկա եւ հայերը արագ պետք է ձեր անազգանունները փոխվեք, բացի դա բրուտը նաև բոլոր երկրներում պետք է ստեղծի այնպիսի վիճակ, որ պետք է սկսեն սատկացնել, ոչնչացնել ձեզ, բոլորիս պետք է ոչնչացնել, դա ծրագիր է դրվել է եւ հիշեք, իսկ դրանից փրկության ձևը ասացի սա է եւ այս ժամանակ ես արդեն իրեն երկու ձևով հանդես կգամ, նախ մեր հայկական տարածություններում կփորձարկենք մեր սեփական ատոմը, հետո կասեմ այդ տականք տեղդ վերընկի քո բոլոր կատարած եւ դու ինքդ քեզ տանում ես կործանման եւ աշխարհն ես տանում տեղդ վերընկի խելոք, ուզում ես իմանալ աշխարհը ոնց պետք է գնա սրանից հետո, ուրեմն արի հարցրա, դու կգաս կհարցնես, ոչ թե թագը դրել ես գլխից Նիկոլի նման պատսան մի փողոցայինի մեկնել դու ես, ես էլ քո աշխատողը, եթե սա քո աշխատողն է, եթե դու սրա միջոցով ես այս ամենին կառավարել, հիմա կասեք սա իրեն մարդը չի, սա իրեն մարդն է եւ իրեն աղբորն էր պետք ոչնչացել, արեց այդ տականքը եւ այդ ամենը կդրվի եւ կապացուցվի եւ մենք այս երեխաների առաջ արդեն շփտադեմ կնայենք եւ նրանք արդեն մեզ կընդունեն որպես մարդ, չեն ընդունի Նիկոլի նման որպես անասուն, հասկացեք, ոնց եմ կրկնում եւ հատկապես այդ Ռուսաստանի հային եւ Արա Պապյանին ասեք, որ եթե ազգերի լիգան որոշել է, եվրոպական երկրներն էլ ամեն մեկը իր տարածությունը վերցրեց եւ Արա Պապյանի ասած լեհերը, նրանք Ֆրանսիայում ունեին իրենց լեգիոնները, եկան եւ իրենց տարածությունը միավորեցին, ճիշտ է հայերս չեն կարել, բայց սա մեր ազգերի լիգայի տված արդեն անձնագիրն է եւ ոչ միայն անձնագիրն է, այլև այն տարածությունն է, որ մետր առ մետր սա մերն է եւ մենք մեր տարածության մեջ ենք ես կատարել, իսկ Արա Պապյան դու կարող ես միայն դիմել, որ թուրքն ու ազերին օգտագործել են քո տարածությունը եւ դրա դիմաց տուգանք ես հայցում ազգերի ՄԱԿ-ի դատարանին, ուրիշ ոչինչ, իսկ որ ՄԱԿ-ի դատարանն էլ ապացուցի, որ սա քոնն է, քո ինչին է պետք, եթե սա արդեն ապացույց է, թող իրենք ապացուցեն, որ սա քոնը չէ, իսկ դու ինչի պետք է ապացուցես, երբ որ սա քոնն է, այսքանը սիրելի հայեր եւ հիշեք, Հայաստանը ընկավ բոլորիս ոչնչացնելու են,
Դրա համար առաջ նախ ոչնչացնել տական քաղաքամբերին, հետո իրական հայեր դնել եւ երկիրը կառավարել։ Ես նորից եմ կրկնում, ես ոչ մի պաշտոնի ոչ կարիք ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ, միայն կարող եմ այս պատասխանատվությունը վերցնել ինձ վրա եւ այս գործողությունները ես ինքս կատարել նույնիսկ առանց զորքի։ Ասեմ ավտոմատ սարքերը ես ինքս եմ հենց բաց թողել։ Դատի պետք է տակ Հայաստանին չեք կարող, ինձ կարող եք դատի տալ։ Բայց որտեղ պետք է դատի տան։ Ում են դատի տվել, որ մեզ էլ պետք է դատի տան։ Մեր տարածությունը մենք, ձենները կտրեք, տեղներդ վեր ընկեք։ Բրուտը պետք է խոսա կամ Ամերիկան, բայց որ Արցախը դատարկում եք, դուք ինչ եք ասում։ Հաշտվեք դրա հետ, դե իմել հաշտվեք սրա հետ, այ պոռնիկներ, մեզանց ինչ եք ուզում։ Պետք է կոնկրետ դնել հարցերը։ Իսկ Իրանում, քանի որ ղեկավարությունն էլ է բրության տականքներ լրտեսներ, այնտեղ կան լավ տղերք եւ մեծ քանակությամբ։ Դրա համար նրանք վախենում են այդ տղերքից ու սրանք նաեւ բրութին հակառակ եւ իրականում նաեւ այդ գիտա հետազոտական աշխատողներ, զինվորների մեջ կան տղեր, որ իրենց երկրի տերն են, նրանք իրենց երկրի համար են մտածում։ Դրա համար սրանք վախենում են երկրում ինչ որ մի սխալ բան կատարեն, թե չէ ձեզ ինչ է թվում, նույն Նիկոլի իրավիճակում չեն դրանք, նույն Նիկոլի իրավիճակում են, եթե այստեղ 2 միլիոն հայ գնացել էր, այդ 2 միլիոն հայը եղանակ որոշողները կան, ձեզ թվում է Նիկոլ կամ Լևոն կամ մնացած շնչելու են, թողել փախչելու են կամ ասելու են, տղերք ինչ անենք, ասեք անենք, թե չէ դեռ ծես են ասեք, կամ մեզ հանեք, մենք չենք կարա, մենք լրտես ենք, ուրիշի դրեք, էս է հարցը, և հասկացեք, ես մեր երկրի չափերնա, մենք էլ մեր երկրի հարցը լուծում ենք, իսկ եթե իրենք լուծեցին այս հարցը, ուրեմն կորավ գնաց ամեն ինչ, միակ բանը, որ դուք եք ասում, ես դրա հետ գործ չունեմ, ձեր Աստծու հետ գործ չունեմ, Աստված տվել է, այստեղ էլ էս աթխոդները կան, այդ աթխոդներով մենք կարանք մեր երկիրը փրկենք, եթե այլ ձև ունեք, ասեք, և հաշտվեք նրա հետ, որ միակ ձևը սա է, այսքանը